Մելիք Շահնազարյան, երկրում տեղի ունեցողը իշխանությունները փորձում են փաթեթավորել այսպես կոչված հիբրիդային պատերազմների կոնտեքստում, ինչ հիբրիդային պատերազմների մասին է խոսքը եւ ինչու հանկարծ 7-8 տարի անց միայն հիշեց այս գործակալական ցանցի մասին։ Դե ոչ թե փորձում են փաթեթավորել, այլ նման ուղիղ պատվեր են ստացել Բրյուսելում, նաև դրա գումարն են ստացել, պես ասած նախապես է վճարը, կանխավճար է արվել դրա համար, բնականաբար պետք է հանձնել իրենց գործերին։ Գիտեք, ես արդեն ինչքան ժամանակ եմ խոսում եմ, որ իշխանությունը ամեն կերպ փորձում են ապահովել իր հաղթանակը սպասվող խորհրդարանական ընտրություններում եւ այդ ճանապարհին ինքը ոչ մի բանի առջև կանգ չի առնելու։ Ինչ որ նրանք հիմա անում են, դա դիմադրության վերջի օջախները կամ հանրությանը կոնսոլիդացնող բոլոր ուժերի չեզոքացնելն է, վարկաբեկելն է, ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ ընդհանուր հիասթափվեն այդ բոլոր այդ նման կենտրոններից եւ վերջ։ Այսինքն այլ խնդիր այս իշխանությունը այս պահին դեռ չի լուծում։ Դրա համար իրենք այո, ստեր են հորինում, հետո այդ ստերը չեն աշխատում, կալանքներ են իրականացնում, հետապնդումներ եւ այլն, ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ինստիտուտները սոցիալական, որոնք ունեն ընդդիմադիր կեցվածք, իրենց բնականոն կյանքը խաթարված լինի։ Պարզ տեխնոլոգիաները, որի համար նորից ասեմ, էժան գնով են անում, ընդամենը $15 միլիոն մասին էր, որ խոսում էր Եվրոպական միության աջակցությունը։ Էժան աշխատող են գտել, սրանք էլ էժան որակի աշխատանք են իրականացնում, առանց իրավաբանության, առանց որևէ լուրջ փաստական հիմքերի, նույնիսկ առանց լուրջ փորձերի փաստական հիմքերի ճշմարտանման դարձնելու։ Պարոն Մելիք Շահնազարյան, հանգուցալուծումը դուք ինչպես եք պատկերացնում, լավ, սպասել մինչև վերջին հոգևորականին կտանել, մինչև վերջին ակտիվ քաղաքացուն, ինչ անել։ Հանգուցալուծումը ամեն դեպքում պետք է լինի իշխանությունների հեռացումը։ Այսինքն ինչու չի ստացվում 7 տարի։ Չէ, պատճառները շատ են ինչու չի ստացվում, հիմնական պատճառը ընդդիմության ոչ բավարար պատրաստվածությունն է եւ ոչ բավարար զոհաբերության պատրաստվածությունը, ինքնազոհաբերության պատրաստվածությունը այդ պայքարում։ Այսինքն դա հիմնական պատճառն է, բայց շատ այլ պատճառներ կան, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որոնք դե բնականաբար տարիների ընթացքում շատ են քննարկել, արդեն իսկ հասկանալի է, բայց ինչպես անել իշխանության հեռացումը, գործիքները բարձ են, դրա մասին խոսվում է։ Մի խանգարող մի բան կա, որ ընդդիմության տարբեր թևեր փորձում են, այսպես ասած, վերմակը իրենց ուղղությամբ քաշել, իրենց վրա քաշել եւ մի քիչ այդպես այսինքն համընդհանուր պայքարի համընդհանուր պայքար չէ, այլ սեփական շահերի համար պայքար է։ Սա ամենամեծ խնդիրն է։ Մեր հանրությանը անհրաժեշտ է լուրջ եւ մեծ կոնսոլիդացիա։ Առանց այդ կոնսոլիդացիայի հատվածական պայքարը դատապարտված է անհաջողության։ Այսինքն սկզբում գնալու են ձերբակալելու են օրինակ Սամվել Կարապետյանին, մեր ձևով շարժման առաջնորդին։ Այդ ընթացքում որևէ մեկը բան չի անում, հաջորդը գնում են ձերբակալում են մեկ այլ գործիչ։ Սկսվեց ամեն ինչ Բագրատ Սերբազանի եւ 18 արդարների ձերբակալություններից ու կանոնավորումներից։ Մենք տեսանք, որ ամեն քաղաքական ուժերը տեղից ինչ-որ ընդհանրապես դատապարտող հայտարարություններ եւ սպասում են իրենց հերթին։ Դե հիմա այսպես հերթին սպասելով հասել ենք նրան, որ հերթը ասել է եկեղեցուն։ Եկեղեցուց այնքում ես չգիտեմ էլ ով է լինելու, բայց գիտեք այն հին անեկդոտի պես է, որ ծառի տակ բոլորի կենացը խմում են, հետո ծառի ճղների կենացն են խմում, հետո սկսում են տերևների կենացը հատ խմել։ Հիմա հասել ենք նրան, որ իշխանությունը սկսելու է տերևների հետևից, այսինքն ձերբակալել ընդդիմության արդեն այլ կուսակցությունների ղեկավարների, հետո երկրորդ դեմքերին, հետո քաղաքագետներին, հետո լրագրողներին, այդպես տերև առաջ գնալ մինչև 26 թվականին կարողանան լուծել իշխանազավթման իրենց առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, զրուցում ենք Հրանտ Մելիք Շահնազարյանի